Պուշկինի փողոցի հենց այս շենքն է երեկոյան հրդեհվել, կրակը մարվել է, ապա մեկուսացվել, սակայն մի շարք հարցեր այդպես էլ մնում են հարցական։ Ինչու, ինչպես այրվեց այս շենքը եւ ով էր դրա մեղավորը։ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհից հետո համացանցը պայթեցնում են այն վարկածները, թե հրդեհը սարքված էր, իսկ մեղադրանքների հասցեատերը կարելի է ենթադրել, որ քաղաքային իշխանություններն են։ Պուշկինի 4 հասցեում գտնվում է Արտ Կվարտալ ժամանակակից արվեստի պատկերասրահը, որը հիմնադրել են արվեստագետներ Հարություն Հովսեփյանն ու Սերո Սողոմոնյանը։ Արվեստագետներին տարածքը տվել է սեփականատերը, իսկ համացանցում ակտիվ քննարկվում է, որ այստեղ ուզում էին քանդել եւ նորակառույց սարքել, սակայն սեփականատերը չի վաճառել, դիտմամբ հրդեհել են։ Նա Facebook-ում այտենց հիմար բաներ են խոսում։ Դե ինադու են արել, ոնց որ միշտ էլի բոլոր տեղերը, որ միտեղ ինչ-որ բաժար են գնում, այտենց հասարակությունը ասում է, որ էսի ինադու են արել, առանց այդտեղ լինելու էլի։ Բայց դուք ոնց տեսաք, ոնց նկատեցիք, որ հրդեհը բռնկվել է, կամ դուք ինչ վարկածներ ունեք։ Ես վարկած չունեմ, ես հասցրել եմ ընդամենը շլանգը միացնեմ, որ ինչ-որ բան անեմ, ու հրշեջները եկել են հասցրել եմ։ Տենց մենք ներքուց տենց ինքնակազմակերպվել ենք պրոստը։ Արվեստագետ Հարություն Հովսեփյանն Արմլուրի հետ զրույցում պնդեց, որ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ Եթե վաճառելու միտում լիներ, դժվար թե շենքը վերականգնվեր։ Ինչ-որ բան խոսալուց առաջ գիտակից մարդը պետք է մի քիչ ինֆորմացիա ունենա, նոր խոսա։ Հիմա սրա տակով մետրո է անցնում։ Երկրորդ այստեղ սեփ բնակելի է, նո սեփականատեր ունի, այտենց խոմ այդ ամեն ինչը այտենց չի էլի, այտենց պրոստը խոսալով։ Համաձայն ՆԳՆ պաշտոնական հայտարարության այրվել է շինությունը տանիքով մոտ 375 քառակուսի մետր, գույք եւ սարքավորումներ մասամբ։ Արվեստագետի փաստմամբ ներսում եղել են նկարներ, որոնք հասցրել են դուրս բերել։ Նկարներ, արվեստի գործեր ամբողջությամբ, ուրիշ ոչ մի բան։ Ձեր նկարներն են։ Դե իմ նկարներին բան չի եղել։ Տենց ուրիշ նկարիչներին է եղել։ Մեծամասամբ սաղ փրկել ենք, էլի։ Ներքևի հատվածում է հիմնական է եղել, որը որ փրկվել է։ Իսկ տեխնիկայի մասով հայտարարությունում նշված էր, որ նաև տեխնիկա է այրվել որոշակի մաս։ Դե որ ինչ որ միտեղ մենք ապրում ենք, հնարավոր է, որ այդտեղ լինի թեյնիկ, այդտեղ լինի կոմպյուտեր։ Սենց ինչ որ մարդիկ աշխատում են, բնական։ Հարկ է նշել, որ շենքը 2021 թվականին հանվել է կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերական հանրային շահ ճանաչելու մասին որոշման հաստատված ցանկից։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Նավինյանն այն ժամանակ դեռ ասել էր, որ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 13 թվականի որոշումից։ Առաջարկվել է քաղաքապետարանին քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում։ Նա ասել էր. «Ես ուզում եմ ուղղակի հատուկ շեշտել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող նման շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը ընդհանուր առմամբ ընդունելի չէ կառավարության համար։ Արձանագրենք, որ կառավարության համար կարևոր պատմամշակութային արժեք ունեցող շենքի պատշաճ պահպանման համար քաղաքային իշխանությունները ոչինչ չեն արել, իսկ այսօր շենքում փլուզման վտանգ կա»։